Բարև ձեզ, այս նոր տարին մենք շատ գեղեցիկ ձևով ենք սկսում ու ամենագեղեցկությունը ու նաև մարտական տրամադրված այսպես ասեմ, բայց մինչև նոր տարուն անցնելը ես անցյալ տարվա մեծ միջոցառումներից մեկի մասին կարող եմ ասել, անցյալ տարի լույս է տեսել Արման Գրիգորյանի այս հրաշալի գիրքը, ես խորհուրդ կտամ, որ բոլորը ծանոթանան այս գրքին, ճիշտ է մեր բլոգը ամբողջությամբ նվիրված է գրականությանը, բայց սա բացառություն չէ, այս աշխատությունը ինքը քաղաքականության գրականության պես մի բան է ու իսկապես ինքը յունիկ կարող եմ ասել, ինքը շատ օրիգինալ երևույթ է Հայաստանում, որ քաղաքագիտական միտքը այս ձևով արտահայտվում է Հայաստանում։ Այսպիսի բան չի եղել ու Արմանի մեծությունը նրանում է կայանում, չեմ ուզում իր ներկայությամբ ասել, որ ինքը ամեն ինչ համակարգված է տեսնում աշխարհը եւ Հայաստանն է համակարգված տեսնում։ Իրականում մարդկանց թվում է, որ գրականությունը ինչ-որ ցածրուցալիվ բաներ են, բայց ինչպես գրականությունը, այնպես էլ քաղաքագիտությունը իրենք չի կարող ցածրուցալիվ լինել։ Ամեն ինչ որոշակի տրամաբանության մեջ է, նույնիսկ երաժշտությունը, եթե մենք երաժշտությունից խոսենք, ինքն էլ է որոշակի սիստեմի մեջ պարունակում, ու այդ սիստեմով է, որ ամեն ինչ թելադրում է, այսինքն այդ տիեզերքի կոդերը ինչպես կարող է ներկայացվել մարդկությանը։ Հիմա այս երևույթը ես ինչի եմ ուզում արժևորեմ, որ սա, ես կցանկանայի, որ ամեն մի հոդված է գրքում գրված դառնա քննարկման առարկա եւ քննադատության եւ ինչ ասեմ եւ քննարկումների եւ գովեստի, բայց եթե կորում է որևէ բան չկա դիսկուրսը, այսինքն մենք դառնում ենք մի հատ էժան հասարակություն։ Ինչ ասեմ, սկսեցինք մենք խոսելը, մնացածը Արմեն ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, բարի գալուստ, մեր այս տարվա առաջին այսպես պոդքասթի հյուրը ես։ Անդրադառնալով գրքին, ես անձամբ ներկա եկի շնորհանդեսին, գիրքը փառահեղա, մի շատ կարճ էլի, արեքրեսից չգովեմ գիրքը, բայց շատ կարճ դիտարկում։ Մեծ հաշվով գիրքը ինքը քո առանձին հոդվածների հավաքածուն է, բայց հավաքածու բառը սխալ է, համակարգն է, ինչու, որովհետև տարբեր հոդվածներ, տարբեր ժամանակներում, տարբեր թեմաների շուրջ գրվել են, հնչեցվել են, բայց այստեղ կա տրամաբանական շղթա, այսինքն խմբավորվել են այս թեմաների ու նույն թեմայի շուրջ, ասենք կարող է լինել եւ 99 թվականի եւ 2010 թվականի եւ 2021-25 թվականի տարբեր հոդվածներ, այսինքն այն ամեն ինչ ու այդ էվոլյուցիան ոնց այսպես ասած երևում է, թե քաղաքական ինչ-որ թեմայի շուրջ վերլուծությունների, թե դրանց հետագա զարգացման, թե իրադարձությունների զարգացման։ Գրքի մասին ինձ թվում է այսքան է այս պահին, հետագայում բոլորին իհարկե խորհուրդ ենք տալիս թող ուսումնասիրեն, որովհետև սա լավագույն գործերից է քաղաքագիտական հայ հանրության, հայ մեր այսօրվա իրականության։ Ես կուզեի, բայց գրքում կա մի թեմա, այդ թեմային մենք անդրադառնանք, դա այդ քաղաքական մտքի, ռացիոնալության ձևավորումն է, գոյությունն է, կամ ինչպես մենք գրքում նշում ես, որ այդ իռացիոնալությունը, որը սնվում է, սպասարկվում է որոշակի այսպես քաղաքական վաճառականների կողմից։ Եթե ինձ թվում է մենք կարող ենք սկսել այն թեմայից, թե ի վերջո ինչու Հայաստանում, որպես ասեցի, քաղաքական միտք չի ձևավորվում, կամ ձևավորվում է շատ հետագայում աղավաղվում է, կամ ձևավորվում է աղավաղված ի սկզբանե, առնվազն 98 թվականից սկսած, եկեք անկեղծ լինենք, որպես այդպիսին եղել է ոնց դու գրքում ես նշում, կամ սուր ազգայնականություն, կամ այդ ազատական լիբերալիզմը, որը մեզ ոնց որ գցել է երկու ծայրահեղությունների մեջ, իսկ ճշմարտությունը, ինչպես գիտենք, երևի մեջտեղում է կամ այդ երկուսի շատ տրամաբանական հնարավոր համադրությունն է։ Շատ լավ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ ինձ ձեր պոդքասթին հրավիրելու համար, մեծ պատիվ եմ համարում ինձ համար, նաև շնորհակալություն գրքի հասցեին ասված, այս գրքի հասցեին ասված գովեստի համար, վստահ չեմ, որ ամբողջությամբ արժանի եմ ես գիրքը այդ տեսակ գովեստի,
բայց շնորհակալություն ու շնորհակալություն, որ այս գիրքը քննարկման առարկա եք դարձրել, քննարկման առարկա եք որոշել դարձնել։ Ես ուրախ եմ շատ այդ հնարավորության համար, այդ առիթի համար, ինչ վերաբերում է քաղաքական ռացիոնալիզմի ուսմունքին, ինչու եմ ես դրան այդքան նվիրված, ինչու եմ այդքան մեծ տեղ հատկացրել, ինչ նշանակություն ունի դա այս գիրքը հրատարակելու որոշման մեջ։ Ես իրականում կարծում եմ, որ այդպես չի, որ Հայաստանում քաղաքական միտք չի եղել, քաղաքական միտք եղել է, քաղաքական բանավեճերել են եղել, տարբեր ուղղություններ, տարբեր ուսմունքներ, եւ մեծ հաշվով, չնայած շատ հաճախ թվում է, թե այդ տարաձայնությունները Հայաստանում, տարբեր քաղաքական ուսմունքների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները Հայաստանում եղել են, ասենք, ազգայնականության ու լիբերալիզմի միջև, չգիտեմ, սոցիալիզմի ու ազատական տնտեսության, ազատական շուկայի միջև եւ այլն, շատ հաճախ դրա տակ մի ուրիշ ոչ բացահայտ բանավեճ է ընթացել, որ հենց ռացիոնալիզմի եւ հակառացիոնալիզմի միջև է եղել, ավելի ճիշտ ռացիոնալ մտքի, ռացիոնալ բովանդակության եւ ինչ-որ տրաֆարետային մոտեցումների, ինչ-որ բաներին ընդհանրապես որպես լոզունգներ, որպես կլիշեներ մոտենալու այդ տարբերությունն է եղել շատ հաճախ, շատ մակերեսային մոտեցումը շատ հարցերի, բայց նաև իրական քաղաքական բանավեճերել են եղել։ Ես համարում եմ օրինակ այն ինչ որ տեղի ունեցավ 80-ականների վերջին Հայաստանում, դա իրական քաղաքագիտական մտքի հեղափոխություն էր, եւ այդ մտքի հեղափոխությունն էլ վակուումում տեղի չունեցավ, դա երկար տարիներ խմորված ինչ-որ մի բան էր, դա նաև արձագանքն էր արդեն որոշակիորեն կարծրացած, աղակալած մեր շատ ու շատ գաղափարների, ավելի կոնկրետ ազգայնականության երկու դպրոցների դեմ, մեկը կոմունիստական ազգայնականությունն էր, չնայած սա կարող է շատերի համար տարօրինակ թվալ, բայց մեր կոմունիստները ինչ-որ պահի բան էին արել, մեր ավանդական ազգայնականների 80-ական թվականներին, ես սիրում եմ այս տերմին օգտագործել, աչից վազանց էին արել։ Եվ կար նաև իհարկե այդ ավանդական ազգայնականությունը 80-ականների վերջին, 90-ականների սկզբին արդեն երբ որ Սփյուռքի հետ նաև հարաբերությունները ավելի ուղղակի դարձան, ասենք դաշնակցության հետ բանավեճը ՀՀՇ-ի դաշնակցության հետ կոնֆլիկտը, դրանք միայն քաղաքական ինչ-որ թիմերի կոնֆլիկտներ չէին, դրանք ի վերջո շատ հիմնավոր ուսմունքների, հիմնավոր պատկերացումների միջև կոնֆլիկտներ էին։ Եվ ընդհանրապես ամբողջ գիրքը կառուցված է տրամաբանությամբ, դու ճիշտ նկատեցիր, Լևոն ջան, որ լավ մի բան էլ ասեմ, ես մի քիչ հետ գնամ, ես երկար ժամանակ այս գիրքը չէի հրատարակում, չնայած շատ մարդկանց հորդորներին, նախաբանում էլ գրված է դրա մասին, եւ որոշեցի հրատարակել այս ժողովածուն միայն այն բանից հետո, երբ ինքս հասկացա, որ ընդհանուր ինչ-որ տրամաբանություն կա, եւ այդ ընդհանուր տրամաբանությունը հենց քո նկատած այդ պարզունակացմանը դիմադրելու մղումն էր, որ կամ պիտի ազգայնական լինես, կամ պիտի, չգիտեմ, կոսմոպոլիտ լինես, կամ պիտի արևմտամետ լինես, կամ պիտի ռուսամետ լինես, կամ պիտի սոցիալիստ լինես, կամ պիտի ազատ շուկայի կողմնակից լինես, ու էլ ինչ կար, կամ խաղաղության կողմնակից պիտի լինես, կամ Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, կամ Ղարաբաղը Ադրբեջանը։ Կամ Ղարաբաղը 88 թվականից մեր վզին փաթաթված։ Կամ մեր վզին փաթաթված։ Մի խոսքով, որ անկյունը նայում ես, որ թեմային նայում ես քաղաքական Հայաստանում, անդադար այդ տեսակ պարզունակացման այդ տենդենսն ես տեսնում, միտումն ես տեսնում ու ինչ որ առումով այդ բոլոր հարցերի պարզունակացմանը դիմադրելու տրամաբանությամբ է այս ժողովածուն կազմված եւ այդ մղումով ես որոշեցի այս ժողովածուն հրատարակել։ Մի հատ եկեք մի քիչ հետ գնանք ընդհանուր այստեղ 98-ից 2025-ա, բայց ինչի է ելակետը 98 թիվ։ Դու պատկերացրեք, որ ճիշտ է 97-ին է գրվել պատերազմի թեր խաղաղություն հոդվածը, բայց 98-ին հայտնի անվտանգության խորհրդի նիստն էր, ու եթե
այդ երկու հիմնասյունային հոդվածների վրա քննարկում առաջանա Հայաստանում, արդյոք մենք ունենայինք այս նույն Հայաստանը։ Ու հիմա ինձ թվում է գրքի հիմնական փորձը նա է, որ ճիշտ է, այս կործանումը սկսել է 98 թվականից, այսինքն այս ողբերգությունը, բայց 25-ով հույս ունենք նոր դիսկուրսը արմանաբացում, որ գոնե կարողանանք փրկել այս մնացածը։ Չնայած ամերիկացիք sense դեպքում ասում են no pressure։ 98 թվականին առաջին հոդվածը գրեցի ես, որպես առաջին հրապարակախոսական հոդվածը հայկական մամուլում, ինչն էր այդ հոդվածի իմաստը, նպատակը, գրելու պատճառը։ Ուրեմն այդ հոդվածը դուրս տեսավ Առավոտ թերթի երկու համարում, հունիսի 25-26-ին կարծեմ 98 թվականի, այսինքն նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մի քանի ամիս անց եւ դրան հաջորդած նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց, ու այդ նախագահական ընտրություններից հիշում եմ, երբ որ հետևում էի նախագահական ընտրություններին կամ դրան նախորդող շրջանին, այդ ընտրությունների նախորդած Քարոզ Արշավին, ինձ համար մի բան շատ ակնհայտ էր, շատ ցցուն էր։ Ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին քննարկում չկար։ Ընդհանրապես չկար, այսինքն Տեր-Պետրոսյանի ու իր հակառակորդների միջև լուրջ բանավեճ էր եղել, նրան հրել էին հրաժարականի, այդ բանավեճի ժամանակ էլ նրան ոչինչ դեմ չէին տվել, բացի ինչ-որ լոզունգներից։ Այդ բանավեճի ավարտից հետո էլ, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո էլ էլի ոչ մի հոդաբաշ պատասխան Տեր-Պետրոսյանի ասածներին, բացի այդ մետաֆիզիկական բարբաջանքից, արյունով տվածող, չգիտեմ, ռոմանտիկա եւ այլն, Զինվորի դուխ, հա, բան, վճռական մենակ եւ այլն, այդ տեսակ բարբաջանքից բացի ուրիշ որևէ բան չէին հակադրել Տեր-Պետրոսյանի հակառակորդները Տեր-Պետրոսյանին, ու դրանով հանդերձ այդ պարադոքսը, որ ասենք արգումենտների որակի այդ տեսակ տարբերության պարագայում Տեր-Պետրոսյանին չհաջողվեց պահպանել իշխանությունը, նրան կարողացան բանանել ստիպել հրաժարական տալ, ու դրանից հետո էլ ասում եմ, մի տեսակ եւ հասարակության մեջ, եւ քաղաքական վերնախավում, եւ մտավորականների շրջանում հարցերը կարծես շատ արագ մղվեցին երկրորդ պլան։ Ու դա ինձ համար առեղծված էր, դա ինձ համար նաեւ զայրույթի աղբյուր էր, այդ էր պատճառը, որ գրեցի այդ հոդվածը, ու հոդվածի վերնագիրն էր այլ ընտրանքներ Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, կան արդյոք այդպիսիք եւ որոնք են դրանք։ Ու ես էլ բոլոր հնարավոր այլ ընտրանքները ես քննարկեցի այդ հոդվածում, թե ինչ կարող է, իրական ինչ, այսինքն բացի այդ մետաֆիզիկական հայտարարություններից, ինչը կարող է այլ ընտրանք լինել Տեր-Պետրոսյանի առաջարկածին, ու հստակ էր, որ ողջամիտ այլ ընտրանքներ իրականում չկային։ Նրա արգումենտներին իրական պատասխաններ իսկապես չկային։ Բայց մի փոքր ազնիվ լինենք, ոչ միայն 98-ի ընտրությունները, այլ դրանից հաջորդող բոլոր ընտրությունների ընթացքում որևէ անգամ, այդ թվում նաև 2016-2017 թվականի ընտրություններն էին, որևէ անգամ միակ ուժը, որ եղել է, որ փորձել է ամեն դեպքում Ղարաբաղի ճակատագրի ապագայի մասին որևէ քննարկում առաջացնել, դա եղել է Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը, Հայ ազգային կողմը, մնացած բոլորը եղել են ամեն ինչ մղել են, որ այդ հարցը ընդհանրապես օրակարգից դուրս եկածն է, որևէ քննարկում չի եղել։ Միակ ուժը, որ կարող են գեներացնել ու գեներացրեց որոշ ձևով, բայց ցավոք սրտի հնարավոր է նաև հենց կոնգրեսի մեղքով դա օրակարգ չմտավ, բայց որ փորձը արվեց, որ քննարկենք, եկեք ազգովին քննարկենք, այս ամբողջ 20 քանի տարվա ընթացքում 98 թվականից հետո մինչև Ղարաբաղի կորուստը, որ ամեն վարքյան փորձում էր այդ հարցը քննարկվել, բայց չհաջողվեց հայ ազգին ինչ որ ձևին մատուցել այնպես, որ հայ ազգը սկսի կարևորությունը հասկանա այդ Ղարաբաղի, որ նույն ես մի քիչ կարող ռոմանտիզմի գիրք ընկնեմ, որ մեր ազգային արժանապատվության խնդրի հարցներ, որը որ քննարկման առարկա դառնար, թե տեսնենք ոնց այդ երկեր որոնենք այսինքն։ Ես կուզեմ այս միտքը հեսա կապել մեր օրերի հետ, ասեմ ոնց Արմենը
Տես, երկում կա հենց այդ ռացիոնալ ընտրող հասկացությունը, այդ ռացիոնալիզմի, ինչա ռացիոնալիզմ, ովքեր են իրացիոնալ քաղաքական գործիչները, ռացիոնալիզմը, այսպես ասած, պրոպագանդող քաղաքական գործիչները։ Քո հարցի պատասխանից ոնց բոլորս կհամաձայն ենք, այդ մարդկանց ուղղակի պետք չէ, որ Ղարաբաղյան հարցը արծարծվեր, խորանալ, եկած ասում ենք հարցը լուծված է, մենք արդեն հաղթել ենք, այդ թեման փակ է, այսինքն սա իրականության հետ չհարարեցվելու, իրականությունից փախնելու, ինչ-որտեղ կուզեք ջայլամային քաղաքականություն էր։ Թե հետևանքները ինչ եղավ տեսնենք։ Հիմա ուզում եմ գամ մեր օրեր։ Մեր օրերում էլ էլի որոշ քաղաքական գործիչներ փորձում են Հայաստանի հանրությանը ներկայացնել այն ինչ մեզ սպասվում է, նախարարությունները, որ մեզ սպասվում է։ Բայց հայ ժողովուրդը շարունակելով այսպես ասած 30-ամյա ավանդույթը շարունակում է այդ իրականությանը չհարերեսվելու քաղաքականություն։ Այսինքն մենք ընդունում ենք 2 տարի պայմանական սահմանին չեն կրակում, կամ ադրբեջանական ծորեն է գալիս, բենզին է գալիս, վերջխաղությունը հաստատվել է։ Որովհետև դա ավելի հեշտ է ընկալել։ Նույն ձևով 98-ից սկսած հեշտ ընկալել, որ մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք։ Քան այն թե ինչ մեզ սպասում է, որովհետև եթե մենք գանք այդ մեդալի հակառակ կողմից նայենք ու տեսնենք այդ արհավիրքները, որ ապագայում գալու են, դա կլինի 5 տարի, 10, 20, 30, դա նշանակում է պետք է որոշակի քայլեր եւ գործողություններ իրականացնենք, վերցնենք պատասխանատվություն։ Հիմա իմ հարցը հետևյալն է։ Դուք համաձայն եք, չէ՞ որ ազգը որպես այդ ինչ որ ժողովուրդը կարող է կոպիտ հնչի, բայց մեծամասնորեն այդ ռացիոնալիզմի դաշտում չի, դա ոչ թե էմոցիոնալ դաշտում են։ Դրա վրա մանիպուլացնողներն են բավական շատ։ Ոնց եք մենք պատկերացնում այդ ապագան, եթե ժողովրդի մեծամասնությունը պատրաստ չի արվեսվել իրականության հետ ու դառնալ ռացիոնալ ընտրող։ Մի քիչ ավելի բան անեմ, Արման ջան, դու եւ սոցիալական հարթակներում ես ժամանակ առ ժամանակ ակտիվանում եւ քո հոդվածների եւ դու փորձում ես անել, բայց քո գրածների տակի կոմենտները, որ կարդում ես, այսինքն որևէ ռացիոնալ միտք գոյություն չունի։ Այսինքն ոնց դարձնենք, որ նույն հիմա սի ամենաշատ քիչ տոկոս մարդու համար է ինքը հիմք դառնում, որի վրա կարանք արժեք կառուցենք, կարանք որոշակի ուղումներ մտցնենք մեր արտաքին քաղաք, բայց ընդհանուր հասարակությունը իրացիոնալ դաշտում է ու ընդհանուր հասարակության վրա մենք ոնց կարող ենք քո գրքի միջոցով, քո հոդվածների միջոցով, դու քեզնից կախվածը դու ամեն ինչ անում ես, բայց ոնց կարող ենք մենք ինչ-որ բանով նպաստել, ինչ կարող ենք անել, որ գեներացվի, այսինքն քո խոսքը կամ քո գաղափարակիցների հոդվածները, ոնց կարող ենք այդ մարդկանց մեր ոչ թե մենք հիմա ուզենք չուզենք իրենց դաշտում ենք խաղում։ Հիմա շատ վատ բան եմ ասում, այդ իրացիոնալ դաշտում ենք խաղում։ Մենք ինչ-որ ֆրագմենտալ ինչ-որ մի հատ երևույթ առնում, մենք չենք կարողանում հավաքենք այդ համախոհների խումբը, որ մարդիկ տեսնեն, որ ասեն, չէ, ժողովուրդ ջան, որ եթե մենք էլի նույն դաշտով շարժվենք, հիմա բացի Ղարաբաղի կառուցից նաև Հայաստանի կորուստ ենք ունենալու։ Հիմա այստեղ չի քննարկվում Ղարաբաղի հարցը, այստեղ արդեն Հայաստանի ճակատագրի հարցն է։ Ոնց անենք, որ մարդիկ փորձեն հասկանալ, փորձեն ինչ-որ ձևով մեր դաշտում խաղալ, այսպես ասեմ։ Էմոցիոնալ դաշտում դեռ ռացիոնալիզմ իրականություն։ Այս հարցի մասին կարելի է 3 ժամ խոսել իրականում, բազմաթիվ շերտեր կային այդ տված հարցերի մեջ։ Սկսեմ թերևս այն դիտարկումից, որ ազգը որպես այդպիսին բան չունի, ազգին, ամբողջ ժողովրդին պատասխանատու համար իրացիոնալիզմի համար երևի չի կարելի։ Ազգը ինչ անում, սովորական մարդիկ, շարքային մարդիկ, ովքեր մասնագիտորեն չեն զբաղվում այս հարցերով, ովքեր մտավորականներ չեն, ովքեր ուսումնասիրողներ չեն, շարքային մարդիկ են, առավոտից իրիկուն չարկաշ աշխատում են, հետո երեկոյան գալիս են հեռուստացույցն են միացնում կամ այսօր նաև ինտերնետն են բացում ու այնտեղից փորձում են ստանալ ինֆորմացիա։ Հիմա այն փաստը, որ շատ հաճախ մեր տեսակետները սվիններով են ընդունվում, մեր տեսակետները ավելի մեծ ժողովրդական, մեր նման մտածող մարդկանց տեսակետները ավելի մեծ ժողովրդականություն չունեն եւ այլն։ Ինչ որ առումով հասկանալի է, որովհետեւ կա բանը մեծ ասիմետրիա կա եւ ռեսուրսների եւ թվական ասիմետրիա կա, այսինքն մենք շատ փոքր թիվ ենք կազմում այս տեսակ հարցերով զբաղվող մարդկանց մեջ, որ այս տեսակետներ ունեն։ Եվ մեր դեմ կանգնած են եղել միշտ այն ժամանակ, ասենք, այդ ազգային գաղափարախոսական բանակներ մեր դեմ կանգնած, հիմա կանգնած են նաև եւ դրանք են կանգնած մեր նման մտածող մարդկանց դեմ,
եւ նորորյա ազատականները հենց գրքի վերնագիրն էլ հենց դա իմիջիալոց մի բան էլ ասեմ այստեղ գրքի վերնագիրը բան էր սկզբնական վերնագիրը արմատական ազգայնականության ուժի եւ տրաֆարետային ազատականության սալիարանքում որովհետեւ ազգայնականության կամ ազգային ինչ որ բաներ կա որ ինձ համար միանգամայն ընդունելի են ինչպես նաեւ ազատականության բաներ կա որ ես ինչ հարցերում ինձ ազատական եմ համարում ազատական մարդ եմ համարում բայց խոսքս տրաֆարետային ազգայնականության ու այդ տրաֆարետական ազատականության ու այդ ռոմանտիկ ազգայնականության մասին է Հիմա մի խնդիր այն է որ միշտ մենք ինչ որ անհավասար պայքար ենք մղել ռեսուրսների առումով նաև ինստիտուցիոնալ առումով ասենք հիշեք 90-ական թվականներին 80-ական թվականներին դա ինչ որ առումով սովետական միության ժառանգություններ հենց այդ կոմունիստական ազգայնականության ժառանգությունը մի ամբողջ ասենք մտավորական բանակ դպրոց կար մեր ամբողջ կրթական համակարգը չգիտեմ գրողների միությունից սկսած կինոմատոգրաֆիստների միությունով վերջացրած բոլորը այդ ազգային գաղափարախոսության կամ չգիտեմ այդ ավանդական ազգայնականության կրողները Շուշի դեկլարացիայի Կարսի պայմանագիրը չեղարկելու, Սևրի պայմանագիրը կյանքի կոչելու եւ այլն, այդ մարդկանց գնում ասում ես բանը քանի դիվիզիա ունենք մենք, քանի դիվիզիա ունի Թուրքիան, ասենք Սևրի պայմանագիրը ճանաչելուց հետո կամ դա սեղանին դնելուց հետո ինչ է տեղի ունենալու, պատասխան չկա, բայց ասում եմ, եթե դու Սևրի պայմանագիրը բան չես անում, կողմնակից չես որ դա սեղանին դրել, դա դավաճան ես, դու Արևմտյան Հայաստանը չես ուզում, ես Հայաստանը sense խեղճուկրակ ու փոքր մնա, ինչ ասեմ, այդ մակարդակի վրա է խոսակցությունը, ու երբ որ սրա մասին խոսում ես բանական մարդկանց հետ, որ նորմալ միջավայրում իրական անհեթեթություն է, որ նույնիսկ սրա մասին կարող է խոսակցություն լինել, չէ՞։ Բայց խոսակցություն ոչ միայն կար, այլ այդ մարդկանց ձայնը ամենալսելին էր։ Այդ մարդիկ մեծամասնություն էին կազմում եւ դրանց դեմ խոսողները շատ հաճախ, ինչ ասեմ, ոչ շահեկան վիճակում էին։ Հետո մեր նման մարդիկ նաեւ անընդհատ հակված են դիմելու մարդկանց բանականությանը։ Հիմա ես չեմ ուզում իմ ասածը դիտվի որպես, գիտեք, մենք այնքան խելոք, այնքան լավն ենք, այնքան այդ էվոլյուցիոն սանդղակի վրա այնքան առաջ գնացած ենք, մենք բանական ենք, մյուսները բանական չեն։ Բոլորիս են հատուկ որոշակի կանխակալություններ, բայց հենց մտավորականության, քաղաքական վերնախավի, երկրի, այսպես կոչված այդ էլիտայի հիմնական առաքելությունը պիտի լինի այդ կանխակալություններին դեմ խոսելը, այդ կանխակալությունների վտանգները բացատրելը եւ այլն։ Ցավոք մեր էլիտաները, մեր քաղաքական ու մտավորական էլիտաները ավելի շատ հակված են եղել դրանք շահագործելու, ոչ թե դրանց դեմ պայքարելու։ Այդ փոքրատի մարդիկ են եղել, որոնց մասին այս գրքում հստակորեն գրված է, այդ փոքրատի մարդիկ են եղել, այդ ուժն է եղել Հայ ազգային կոնգրեսը, դրանից առաջ է հիշում որ ինչ ասեմ, այդ օրասական պայքարն է եղել այդ խոսակցությունը ռացիոնալի դաշտ բերելու համար։ Այդ կանխակալությունները հատուկ են բոլորին, նորից եմ ասում, ժողովրդի մեղքը չի, ժողովուրդը ուղղակի շատ ինչ ասեմ, երբ որ 90%-ը լսածին այդ կանխակալությունները հաստատող բան է, իսկ սա էլ եմ ասում, որևէ մեկը որ հոգեբանությունն է ուսումնասիրել, այդ կոգնիտիվ սայենս կոչվածն է ուսումնասիրել, շատ լավ գիտի։ Մենք բոլորս հակված ենք հավատալու ինչ-որ բաների, որը մեզ ավելի հաճելի է, կամ որը համապատասխանում է մեր նախկին ունեցած գիտելիքներին, ասենք նույն ինֆորմացիան մենք գնահատում ենք շատ տարբեր կերպ, կախված թե որքան է դա համապատասխանում է selective bias։ Selective bias-ը դա, selection bias-ը ինչ որ առումով եւ այդ մտավորականության գործը, քաղաքական կամ ինչ ասեմ պետական այրերի գործը այն պիտի լինի, որ դրա դեմ զգուշացնեն, դառը ճշմարտություններ ասեն, փորձեն բացատրել ժողովրդին, բայց դա միշտ ասում եմ բոլոր պարագաներում, բոլոր դեպքերում դա դժվարին պայքար է լինելու, իսկ հակառակորդների գործը ավելի հեշտ է լինելու, որովհետև նրանք միշտ այդ կանխակալությունների օգտին են խոսում։ Ինչ է տեղի ունենում այսօր, մյուս պատճառը, որ շատ դժվար է ռացիոնալիստների գործը դարձնում, հատկապես եթե խոսքը գնում է այսօրվա մասին, երբեմն իրադրությունները շատ բարդ են լինում, կողմնորոշվելը դժվար է, իրականում երբեմն այդքան էլ հստակ չի, ասենք այդ քիչ առաջ նշածս պարագայում
Սևրի պայմանագիրը տանենք թուրքերին դեմ տանք, եթե դիմադրեն ինչ ենք անելու, այդ պարագայում հետաքրքիր խոսակցություն չկա։ Բայց այսօրվա իրադրությունը իրականում այդքան պարզ չի։ Ես ինքս շատ համոզված տեսակետներ ունեմ, բազմաթիվ անգամ գրել եմ դրանց մասին, խոսել եմ, հարցազրույցներ եմ տվել, բայց ինքս էլ հասկանում եմ, որ այսօրվա իրադրությունը այդ նույն պարզությունը չունի երբեմն։ Մասնավորապես, ասենք, այդ օրիենտացիայի ընտրությունը ինչ է տեղի ունենում, արդյոք մենք ենք մեղավոր ռուս-հայկական հարաբերությունների այս տեսակ փչացման մեջ, որքան պատասխանատվություն ունեն դրա համար ռուսները, որքան պատասխանատվություն ունենք մենք, արդյոք մենք ստիպված ենք անում այն ինչ անում ենք, թե դա մեր նախաձեռնություններ եւ ռուսների պատասխանը ինչ-որ դեպքերում, այդ տեսակ բաների այս թեման շատ ավելի բարդ քննարկման, շատ ավելի դժվար կողմնորոշ, այսինքն այս բանավեճի պարագայում կողմնորոշվելը շատ ավելի դժվար է։ Բայց ես ինքս մնում եմ այն համոզման, մյուս բան էլ կա, մյուս բան էլ նշեմ։ Նաև այսօր մեր ժողովուրդը տրավմայի ենթարկված ժողովուրդ է։ Այդ պատերազմից հետո մենք ծանր տրավմայի ենք ենթարկվել, մենք տեսանք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, այսինքն պատերազմը չէր միայն, պատերազմին հաջորդող իրադարձությունները նաև, այդ մեր անզորության գիտակցությունը, որը նորից ես ասեմ, որ դա մասամբ մեր վարքագծի, մեր քաղաքական որոշումների հետևանք է եղել մեր այս աստիճանի անզորությունը, դա հենց այդպես չի եղել, բայց համենայն դեպս զուտ ժողովրդի տեսանկյունից որ նայում ես, այսօր մի տեսակ այդ անզորության զգացումը կա, այդ վախը կա, որ որևէ դիմադրություն, որևէ կուրսի փոփոխություն, որևէ իշխանափոխության ինչ-որ այդ հարց եթե ծագի, ենք պիտի համոզված լինեն, որ այդ փոփոխությունը չի հանգեցնելու նոր աղետների, նոր ինչ-որ պատերազմական դրության եւ այլն։ Ու եթե նույնիսկ մարդիկ ընդունում են, որ շատ ու շատ որոշումներ սխալ են եւ իրական խաղաղության մասին խոսակցությունները մի տեսակ էլի ցանկալին իրականության հետ շփոթելու խնդիր ունի, էլի համարում են լավ, անընդհատ ասում են թե ալտերնատիվը ինչն է։ Այդ խոսակցությունները մի քիչ ավելի բարդ են, քան նախկինում մեր նշած խոսակցություններն էին։ Դա նույնպես նպաստում է այսօրվա իրացիոնալության վաճառականների գործը հեշտացնում է ահագին ու նրանք կարողանում են ինչ-որ բաներ ծախել, որը այլապես ավելի դժվար պիտի լիներ, եթե այդ վախի մթնոլորտը չլիներ։ Մի փոքր թույլ հետը չհամաձայնվել, ինչի հետ կապված, որ ասում ես հիմա ավելի դժվար է։ Հիմա փաստացի, հիմա գիտեք, Իրանում ինչա տեղի ունենում, մեր նաև հիմա ռուս-ուկրաինական նոր էսկալացիա սկսվում, նույն այդ Վենեսուելայի դեպքերը, նույն աշխարհը եռում է, Հայաստանում որևէ քննարկում չկա, այս կոնկրետ Իրանի ու Ռուսաստանի հիմա դեպքերի հետ կապված, այսօրվա դեպքերի, այսինքն հիմա այսօր ինչը մենք էլի նեյնի մենք խաղում, ներողություն, այսինքն ինչ ավելի բարձրականացնեմ, այսինքն ինչ քահանա, ինչ տեր, այսինքն պետական ամբողջ ապարատը պետք է լծված լինի, վերլուծություն անել, թե Իրանի տարբեր սցենարներ ինչ կարա լինի, Ռուսաստանի ինչ, այսինքն ամբողջ պետական ապարատը եւ ամբողջ հասարակությունը պետք է այդ մտահոգեր։ Հիմա բոլորին մտահոգում է երեկվա բանը, որ նայում ենք վարչապետի ինտերվյուն, որ լրագրողները հարց էին տալի, մի հատ հարց չի հնչել, որ ինչա տեղ, այսինքն ավտոյի համարներ, այսինքն էսի ժողովուրդ, էսի ամոթ է, այսինքն սա խայտարակություն է, եւ բան ա եղել ով ումա դոմփում, ինչի ա դոմ, այսինքն այս պլանկան այսքան էժանացնելը, էսի հիմա ավելի է խայտարակ վիճակ, այն ժամանակ եթե գոնե մենք կարողանում ենք խոսալ, հիմա մենք դնես հիմա մեկին ասես, գիտես ինչ կա, ժողովուրդ, դուք պատկերացնում եք Իրանի միլիոնավոր մարդկանց արտահոսքը մեր երկիր ինչ կբերի, ինչ կլինի։ Այսինքն մարդիկ նիզում են, ոչ մի չեն պատկերացնում, չեն բլոկ են դրել։ Այսինքն այդ պարզ է, այդ ես խորը բարդ, չեմ խոսում օրիենտացիայի, չեմ խոսում օրիենտացիայի փոփոխություն, ես պարզ բանից եմ խոսում։ Ժողովուրդ ջան, ասում դուք ընդհանրապես պատկերացնում եք ինչ կլինի։ Այսինքն որևէ, այսինքն միտումնավոր նենց է արվում, շատ մի քիչ կոպիտ կարող հնչի, որ ազգին ոչ թե միլի մեջ պահել, այլ դեբիլացնել։ Այսինքն հիմա կարող է վատ հնչի, շատ ներողություն անգամ։ Ես որպես գրող եմ դա բանանում, այսինքն ամեն ինչ մղվում է այդ դեպքը, որ դուք ամորթ զանգված եք, դուք մտածել ունակություն չեք, ձեզ մենակ հետաքրքրում է այդ մեքենայի համարները, ուրիշ որևէ բան ձեզ չի մտահոգում։
Կարող է կոպիտ այն, չէ՞, ես փորձեմ մի քիչ ավելի ուսուցիչ բերեմ այնտեղ։ Արմար քոնտենտ մոդելացիոն հարցը կտամ, էլի, արդյոք ինչքան է դա ճիշտ։ Իմ կարծիքով մեր հանրությանը փորձում են համոզել, որ իրենք որևէ բանի վրա ազդելու հնարավորություն չունեն, որ իշխանափոխությունները լինում են դրսից, որ թե ով կլինի Հայաստանում իշխանություն, ասենք 26, ով է 21-ին կամ ով 26-ին, պետք է լինի դա արդեն որոշել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը կամ շարք երկրություններ։ Որովհետև այս վերջերս էս մի քիչ շատ հետաքրքիր է։ Հեշտ է պարտվել ԱՄՆ-ին։ Երբ որ դու գիտես, որ համաշխարհային գերտերության ես պարտվում, դա կոմերցիոն ցավալի չի, բայց եթե դու գիտես, որ քո պարտության պատճառն է, որ դու չգնացիր այդ տեղամաս, քաղաքականապես ակտիվ չէ, որ քաղաքացիական գիտակցություն չդրսևորեցիր, ոնց որ ասես փախուսն է, էլի։ Հիմա արդյոք դա տենց արդյոք ամեն ինչ դրսից է որոշվել, թե չէ։ Եվ ինչքանով պետք է մարդիկ տեղեկացված լինեն ու ակտիվ ներգրավված ունենան այս գործընթացների մեջ։ Այն քո նշած հասարակ մարդիկ, ովքեր ասենք, բժիշկներ են, ուսուցիչներ են։ Նորից վերադառնամ այդ առասպելների մասին խոսակցությանը, որ այդ իրացիոնալիզմի որոշ դեպքերում իրականությունը ճիշտ չտեսնելու հարցին հետ կապված է դա, մի բան էլ էի ուզում ասել այդ նախորդ հարցին պատասխանում մոռացա, հիմա երևի ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալ։ Մենք շատ հաճախ այդ առասպելների մասին, իրացիոնալ այդ միֆականացված պատկերացումների, տեսակետների մասին մտածում ենք որպես աբստրակտ բաներ կամ, չգիտեմ, մեր կոգնիտիվ թերությունների հետևանք կամ նվիրվածություն ինչ-որ մետաֆիզիկայի եւ այլն։ Դրանք շատ հաճախ հստակ, ես կասեի նույնիսկ գրեհիկ, մատերիալիստական ինչ-որ շահերի դրսևորումներ են, առասպելները անկախ չեն նյութական շահերից, առասպելները ու դրանց վաճառականների արածը անկախ չի նրանց քաղաքական շահերից, մասնավորապես այդ նույն ազգայնական պաթոսը, այդ ազգային գաղափարախոսական այդ վերաբերմունքը Արցախի հարցին ենթադրենք այդ 90-ականներին, 2000-ականներին, դրանից հետո այդ անհավասար բանավեճը, այդ 17 թվին իրականում բան կար, բանավեճ կար, խոսակցություն կար, բայց բոլորը հիշում եք, թե ինչ որակ ուներ այդ բանավեճը, չէ՞, ինչ ահավոր մի բան էր դա։ Հա, ի՞նչն էր խնդիրը։ Ես չեմ կարծում, այսինքն երևի այդ մեր հակառակորդների մեջ կային մարդիկ, որոնք իրենց մտավոր կարողություններով աչքի չէին ընկնում, բայց բոլորը չէին այդպիսի, նրանց մեծ մասի համար հասկանալ ինչ-որ էլեմենտար ճշմարտություններ դժվար չէր։ Դա որ հարց առաջանում, լավ, եթե այդ բաները հասկանալը դժվար չի, ինչու են շարունակում այդ մարդիկ այդ առասպելները բանանել, քաջալերել, ինչու այդ մարդիկ ձգձգեցին այդ հարցի լուծումը, ինչի վրա էին դրել հույսը, արգումենտ չունեին, լավ, ինչ էին անում այդ դեպքում, ինչու էին ձգձգում, ինչու հարցը չէին լուծում։ Պատասխանը շատ պարզ է, այն ժամանակվա այդ նշածս մտավորական, քաղաքական էլիտան ամբողջովին անախրոնիզմ էր դառնալու, եթե մենք արժանապատիվ խաղաղություն ունենայինք։ Ինչ պիտի անեին նրանք այդ քաղաքական դաշտում, եթե այդ հարցը լուծվեր արժանապատիվ նորմալ ձևով, հարևանների հետ խաղաղություն հաստատվեր, ու ոչ միայն խոսքս քաղաքական ուժերի մասին, մի ամբողջ մտավորական շերտ իր ինքնությունը կորցնելու էր փաստորեն։ Այսինքն իր սոցիալական արժեքը ձևավորված էր այդ ամբողջ ազգայնական, այդ ազգային պաթոսի դոմինանտության կոնտեքստում նրանք անելիք չէին ունենալու այդ Հայաստանը, հասկանում ես, այդ էր պատճառը, որ այդ մարդիկ ատամներով պաշտպանում էին ինչ-որ միֆեր, սարսափում էին խաղաղությունից, սարսափում էին նորմալ բարիդրացիական հարաբերություններից հարևանների հետ եւ այլն։ Մի բան ասեմ, բայց լիրիկական ձևում անեմ, որ այդ շատ հետաքրքիր։ Աշխատին չմոռանամ։ Կրեք ներողություն, որ բանի հետ կապված, այդ շատ մի մոռա։ Հիմա ով վերականում, ասում է, ով որ խաղաղություն չի ուզում, դա մեր ազգի թշնամին է, ազգի կործանողն է։ Բոլորը, ասում են, ով որ մեր պատկերացրած խաղաղության մոդելը չի։ Չէ, խաղաղություն, ով որ խաղաղություն, եթե իրանց տրամաբանությամբ են նայում, նշանակում է բացի Հայ ազգային կոնգրեսի փոքր թվից, մինչև 18 թիվը, բոլորը հիմա բոլոր են ասում, մնացածը բոլորը ազգի թշնամիներ են, իրանց տրամաբանությամբ։ Որովհետև եթե մարդը, հիմա բոլորին եմ ուզում ասեմ, եթե մարդը հայտարարում է այսօր, որ ով որ խաղաղություն, այդ 20 տարի
20 տարին միակ ուժը 22 տարի միակ ուժը որ խաղաղությունը ուզել դա Հայ ազգային կոնգրեսն է եղել մնացածը բոլորը եղել են եւ ԿՊ եւ Դաշնակցություն եւ ԲՀԿ նույն բանում են եղել նույն դաշտում են եղել իրանք նույն գաղափարախոսության կրողներն են այսինքն միակ առանձնացող ուժը եղել է Հայ ազգային կոնգրեսը ու եթե իրանք տրամաբանության բոլորի եթե իրանք այսօր հայտարարում են որ խաղաղությունը ով որ խաղաղություն իրանք մի քանի հոգի ավելի ասա ով որ խաղաղություն չի ուզում դա անբարոյական են մեր ուզում են մեր ворթիների արյունը նշանակում է 22 տարի այդ բոլոր ուժերը համատեղ իրանք ընդունում են որ իրանք անբարոյական են եղել դե ես ուզում եմ մի հատ challenge անեմ ուրեմն թող ընդունեն որ իրենք այդ ամբողջ ընթացքում իրանք զբաղվել են ազգի կործանմամբ ու անբարոյականությամբ ամբողջ ընթացքում բայց եթե իրանք հիմա են անկեղծ են ժամանակ անկեղծ չեն եղել բայց որտեղից երաշխիքը որ իրանք հիմա են հիմա անկեղծ են հետագայում էլի չի բարձվելու որ իրանք հակառակ կրողներն են ուղղակի հիմա ճարահացյալ այսինքն ոչ թե իրանք խաղաղության կրողներ այլ ճարահացյալ իրանք հիմա հետ են գնացել իրանք փորձում են որոշակի բան այս տեղավորվել են ժամանակների այս իրանց իշխանությունը չկորցնելու կամ փշրված չնելու կամ ազգի որոշակի հատվածին բանի մեջ խափելու ծիին մեջ այսպես ասած ես այդ բանը երկու մասի կբաժանեի մի մասն այդքան անհետևողական չի չնայած հիմա էլ տենց այդ նույն պաթոսով այդ նույն եռանդով այդ մարդիկ թշնաման քարևանների չեն քարոզում եւ այլն բայց ասենք ես հիշում եմ 2020-21 թվականն էր պատերազմից շատ չանցած օրինակ Իշխան Սաղաթելյանի հետ մի հարցազրույց եղավ արդեն ազատություն ռադիոկայանում էր հարցրեցին եթե այսօրվա իրավիճակը նախորդ ձեզ հայտնի լիներ ամբողջ իր բարձրությամբ դուք կընդունեիք Լավրովի պլանը ասած ոչ դրա համար ես Իշխան Սաղաթելյանի վրա առանձնապես չեմ ջրայնանում ինձ հատուկ տհաճություն են պատճառում մարդիկ ովքեր այն ժամանակ բերանի վրա նույնքան փրփուր ունեին խաղաղության օրակարգը քննադատելիս ինչքան այսօր ունեն խաղաղության օրակարգը խաղաղության օրակարգը բաներին դավաճան անվանելու բերանին փրփուրով այդ մարդիկ քննադատում էին բոլորին այսօրվա բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ հայտարարում էին որ փողզիջում բառը ընդհանրապես մեր լեքսիկոնից պիտի դուրս գա ու այսօր այդ նույն եռանդով նույն ագրեսիվությամբ նրանք ինչ որ խաղաղության քարոզ են անում սրա մասին էլ քանի առիթ է եկել է ես ուզում եմ երկու խոսք ասել խաղաղության մասին չի այս խոսակցությունը ինչու եմ ես դրանում այդքան համոզված էլի նույն մարդիկ էին որ այն ժամանակ խաղաղության օրակարգը քննադատելիս ասում էին ինչ խաղաղություն եթե դու ինչ որ բան զիջես Ալիևին ինքը ավելի նա 10 այդքանն է ուզելու դու ավելի թուլացած վիճակում նրանք ավելի նպաստավոր պայմաններում եւ այլն հետո այդ մարդկանց բացատրում էին որ խնդիրը Ալիևի ցանկությունները չեն երբեք որևէ ռացիոնալ մարդ որևէ բանական մարդ Ալիևի ցանկությունների հիման վրա խաղաղություն չէր քարոզելու խնդիրը ինչ որ երաշխիքներն էին որոնք զուգակցվելու էին այդ խաղաղության հետ այդ խաղաղության process-ի հետ ու այդ երաշխիքների վրա հույս դնել այդ երաշխիքների վրա էր որ պետք է հույս դնել ոչ թե Ալիևի խոստումների կամ Ալիևի մտադրությունների ազնվության վրա այդ երաշխիքների մասին էլ էին խոսում եւ այլն նրանք իհարկե բան էին անում թե ինչ միամիտ մարդիկ եք միջազգային այդ բանն էլ կա այդ էլ է շատ հետաքրքիր միջազգային հարաբերությունների մասին շատ մակերեսային պատկերացում ունեցող մարդիկ ինչ որ բաներ են լսել CNN-ից կամ չգիտեմ ինչ որ երկու ամիս գարմիշումներ ինչ որ դասախոսություն են լսել եւ այլն հա ես եմ nothing person դե բան են արել այդ ինչ որ ռեալիզմի ինչ որ կլիշեներ են յուրացրել նաեւ ինչպես կարելի է հավատալ միջազգային իրավունքին կամ միջազգային ինստիտուտների տված երաշխիքներին տեսեք Ռուանդայում ինչ եղավ այդ մարդկանց ասում են շատ ճիշտ է որոշ դեպքերում դրանք արժանահավատ չեն բայց դա չի նշանակում որևէ դեպքում արժանահավատ չեն դա ինչ որ իրական բովանդակությունից է կախված այս կամ այն երկրի ունեցած շահերից է կախված ի վերջո դաշինքները օրինակ շատ հաճախ արժանահավատ են օրինակ բանը
Ֆրանսիան ու Ռուսաստանը իրենց դաշնակցային պարտավորություններին հավատարիմ մնացին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած բոլորը շահերում էին դրանից բանանել, բայց արժանահավատ էր այդ հանձնառությունը եւ որոշ դեպքերում դրանք կարող են միջազգային երաշխիքները կամ երրորդ կողմի տված երաշխիքները կարող են արժանահավատ լինել, ինչպես շատ դաշինքների պարագայում։ Այս բաները բացատրում ես մարդկանց, բայց դե լսել են, որ Ռուանդայում թողեցին փախան եւ այլն, ու քանի որ ինքը չի ուզում որ դու խաղաղության գնաս, ինքը մենակ այդ օրինակն է բերելու ու լուրջ խոսակցությունից խուսափելու է։ Ինչ է տեղի ունենում այսօր։ Այդ նույն մարդիկ, որ ասում էին արժանահավատ չի լինելու, այսօր ասում են լավ, բան է, դե խաղ օգոստոսի 8-ը, այդ փաստաթուղթներ կարդացել են։ Սա իսկապես են բարագանալու, որևէ խոստում չկա, որևէ արժանահավատ շահ չկա, որևէ ոչ մի երաշխիք չկա, եւ ասում են օգոստոսի 8-ին կամ մյուս տարբերակը կա, դե ասում են դա մի օրում չի լինելու, դա դժվար է եւ պետք է աշխատել, հա։ Նույն մարդիկ են։ Ժամանակ ասում են, ինչ-որ բաներ կա, ինչ-որ բաներ կարելի է դու բան եք։ Միամիտ նաիվ ինչ-որ մարդիկ եք, որ հավատում եք այդպես բաներ, այսօր այդ նույն վիճակում ասում ես խաղաղություն չի լինելու։ Սա խաղաղություն չի։ Եթե քո այդ տրամաբանությունը հիշեցնենք քեզ, որ Ալիևին տրված որևէ զիջում բան անելու 5 նոր պահանջի պատճառ է դառնալու ավելի ուժեղացած դիրքերից ավելի շատ բան են կորզելու մեզնից եւ այլն, այդ քո տրամաբանությունն է քեզ ասում։ Չի ասում դե պետք է աշխատել։ Չի կարելի այդքան պեսիմիստ լինել, ասես բաներ են ասում։ Ցինիզմի նախանձելի մակարդակ։ Բայց նայ, հիմա քո գրքում շատ է բաները, այսինքն հատվածները առասպելաբանության մասին։ Թե ոնց են առասպելները Հայաստանում հյուսվում, այդ առասպելների վրա ազգը ապրում է։ Ես հիմա ուզում եմ այդ առասպելներից խոսենք, թե այսինքն իմ ավելի սիրած թեման է, թե ինչպես են այդ առասպելները ստեղծվում ու դրա վրա մի ամբողջ ազգի ճակատագիր է կառուցվում։ Այսինքն միֆի վրա ամբողջ հիմա քաղաքական դաշտը մի քիչ ավելի բան է, միֆականացված է։ Այսինքն տարբեր միֆերի ու այդ միֆերի բանով որ մեկին սատանայացնեն, մեկին այնց կլիշեներ կպցնեն ու այնց շարունակեն։ Հիմա մենք ոնց այդ առասպելներից ազատվենք, այսինքն որ մեր խնդիրը որն է, մենք ինչ արի մի քիչ վերադառնանք հողին, մենք ինչ կարող ենք այս բառը մինչև այդ հարցին պատասխանել մի բան որ սկսեցի ասելու չվերջացրի, դա վերջացնեմ այդ հարցին պատասխանել, ոչ չէ, ազատ խոսում ենք, ման չկա, հատուկ ռեգլամենտ չկա։ Ես որ ասում եմ այդ խաղաղության մասին չի կամ այդ խաղաղությունը իրականում խաղաղության մասին այդ դիսկուրսը իրականում շատ շեղող եւ իմ կարծիքով միտումնավոր կերպով շեղող դիսկուրս է։ Դա անցյալը ինձ թվում է մյուս մեծ խնդրից, այս իշխանության մեծագույն նպատակը, գերնպատակը, նոր գրանդիոզ պրոյեկտը, Ղարաբաղն էին ուզում փրկեին, այդ չկարողացան, հիմա ամերօրյա փրկիչները Հայաստանը ուզում են փրկել, Հայաստանը ուզում են всегда получилось как всегда. Հիմա Հայաստանի փրկությամբ են զբաղված մեր նորօրյա փրկիչները, Հայաստանը փրկում են ռուսական լծից, Ռուսաստանի ճիրաններից, մեզ տեղափոխում են դեմոկրատական իրավունք, դեմոկրատական արևմուտք, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ կա ազատ տնտեսություն եւ այլն, այդ բոլոր լավ բաները չնայած այս վերջերս են ազատություն ռադիոկայանի ռեպորտաժը ցնցող է ուղղակի, թե այդ հեղափոխությունը իրականացրած մարդիկ, որոնց հիմնական օրակարգը այդ օլիգարխիան բանաներն են, թե ոնց են վերաձևավորել, վերակազմավորել դա, այսօրվա Հայաստանում քաղբանտարկյալներ կան, նույնիսկ արևմուտքն արդեն սկսել ինչ որ բաներ ասել են, ոչ այդ հիմնական ինստիտուտները, բայց դա նույնիսկ արևմտյան մամուլում ինչ որ բաներ են արդեն երևացել, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում մարդու իրավունքների հետ։ Մի խոսքով, խնդիրը Հայաստանի օրիենտացիան փոխելն է ստրատեգիական ու այդ նոր հեղափոխական, այսպես են, հեղափոխական իշխանությունները միշտ մեծ գերնպատակներ են իրենց առաջ դնում, անիրականանալի նպատակներ, նրանք իրականանալի նպատակներ չեն սիրում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել 19 թվականին։ Հետաքրքիր չի, դա սովորական քաղաքական ուժերն են, որ ուզում են գամ, չգիտեմ, առողջապահության ռեֆորմ անեն, աշխատավարձ ու թոշակ բարձրացնեն, բան,
Այս տեսակ քաղաքական ուժերը երկրի ամբողջ ինքնությունն են փոխում, չգիտեմ, ինչ էին անում բոլշևիկները կամ նացիստները, դրանք էլ են հեղափոխական ուժեր։ Ես չեմ ուզում իրանց բանանը նույնացնել բոլշևիկների կամ նացիստների հետ, բայց այդ առումով հեղափոխական բոլոր ուժերը այդ գրանդիոզ պրոյեկտների, մեծ փրկչական պրոյեկտների, հասարակությունը տրանսֆորմացնող պրոյեկտների բաներ են, պրոյեկտներ իրականացնող քաղաքական ուժեր են։ Հիմա մենք դրա այդ կոնտեքստի մեջ է պետք տեսնել մեր քաղաքական բանավեճերը, նաև հայ-ադրբեջանական բանակցությունները, հայ-թուրքական նորմալացման գործընթացը եւ այլն, այս ամեն ինչը արվում է որպես նախադրյալ երկրի քաղաքական օրիենտացիան փոխելու համար, բայց մի փոքրիկ խնդիր կա։ Ասենք շատ հաճախ քննադատում էին Ռուսաստանին, ինչի համար, որ մեզ լավ չի պաշտպանում Ադրբեջանից։ Ասում են դե այդ անպետք դաշնակիցը դրանցից հրաժարվում ենք, մենք Ադրբեջանի հետ ուղիղ պիտի խոսենք։ Ասում ես ախր քո բանը, քո մեղադրանքը Ռուսաստանին է, որ քեզ լավ չի պաշտպանում Ադրբեջանից։ Եթե ընդհանրապես հրաժարվում ես որևէ պաշտպանություն, ուղիղ խոսելը քեզ ինչ է տալու, եթե պաշտպանության կարիք կա Ադրբեջանից։ Մենք այդ պարզ տրամաբանական բան է, բայց այնքան են այդ հակառուսական բանը այն աստիճանի խորացած է, որ եթե այդ ձևով ես ձևակերպում, եթե դա քննադատություն է Ռուսաստանի հասցեին եւ այլն, հոգեբանորեն արդեն հեշտ է դառնում դա անցալելու այդ պարզ տրամաբանական հարցերը չեն տրվում։ Իսկ դիմախոսներին ասենք Կրեմլի արագ տրամաբանել։ Հիմա սա արդեն կապված է միֆերի հետ, ինչպես են միֆերը ձևավորվում, ինչպես են միֆերը դառնում, աճում, մեծանում, նայեք բանի մասին, այդ արևմուտքի ենթադրյալ երաշխիքների մասին խոսակցություններից, ասենք բացում ես հեռուստացույցը, շատ հայտնի դեմքեր կան, որոնք խոսում են այն մասին, որ նույնիսկ պատերազմի ժամանակ այդ ամերիկյան ռազմական օդանավերը բեռնված զենքով պատրաստ սպասում էին, որ Հայաստանից ասեն ուղարկեք ու չուղարկեք, sense բաներ են ասում։ Ոչ փաստ պահանջող կա, ոչ բան կա, երաշխիքներ, ատոմակայան են կառուցելու, 4 միլիարդ դոլարներ դրում են անելու, այս են անելու, ոչ մեկը ոչինչ չի պահանջում, որովհետև էլի եմ ասում, դա քանի որ այդ աստիճանի, այդ ասիմետրիան կա, նրանք այդ ռեսուրսները ունեն, այդ աստիճանի այդ ահռելի բանակը կա, այդ դիսկուրսը քաջալերող ու այդ նրանց նաև հաջողվել է Ռուսաստանից այդ նեղացածությունը կամ Ռուսաստանից ունեցած այդ անիրատեսական ակնկալիքները, Ռուսաստանից մեր ունեցած ակնկալիքները, ասենք մեր նման մարդիկ այդքան նեղացած չեն, որովհետև այդ ակնկալիքներն չունեին Ռուսաստանից, բայց ինչ որ մարդիկ, որոնք Ռուսաստանից մեծամեծ ակնկալիքներ ունեին, ամեն դեպքում Ռուսաստանը թույլ չի տա ԱՊԳ եւ այլն։ Մեկ է բարձրացած Ռուսաստանը թույլ կտա ինչ որ բաներ, եթե քո վարքագիծը իրենց քիմքին չի, եթե քո վարքագիծը չես համապատասխանեցնում իրենց շահերին, ինչ որ բաներ թույլ կտա Ռուսաստանը։ Բայց ինչն է, հիմա ինչ վերաբերում է այդ միֆերին, շատ հեշտ է այդ միֆերը բանանելը, որովհետև էլ եմ ասում, այդ ահռելի ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, օգտագործելի իրենք բան են անում, շեշտը դնում են կամ հույսը դնում են այդ որոշակի կանխակալությունները շահագործելու վրա, ու դրա դեմ պայքարելը շատ դժվար է։ Եթե հետ վերադառնանք, գիտես հիմա կուզեն ընդունեն, մենք ուզենք թե չուզենք, արևմուտքում ենք կրթությունը ստացել որոշակիորեն, արևմտյան արժեքներ կրող մարդիկ ենք, բայց նույնիսկ եթե արևմուտքը ամբողջ 100%-ով մեր կողքին կանգնած լինի, դա էլ երաշխիք չէ։ Հիմա Ուկրաինայի օրինակը, այսինքն ամբողջ արևմուտքը փորձում է օգտակար լինել, բայց եթե դու դառնում ես ինչ-որ խոչընդոտ, դու ես չես կարողանում հարցերը լուծել, դու դառնում ես պատերազմի թատերաբեր, նույնիսկ ամբողջ արևմուտքի օգնությունը քեզ չի փրկի, որը որ Ուկրաինայի պարագայում հիմա երևում է թե ինչ եղավ այդ երկրի հետ, այսինքն ամբողջ արևմուտքը, այսինքն ոչ թե վերացական, ոչ թե վերացական խոստումներով կամ վերացական ռեալ ամեն ինչով աջակցության հանդեպ, եթե դու գերտերությունների դեմ դուրս ես եկել ու գերտերությունների դեմ փորձում ես ինչ-որ խաղեր տաս, դու արևմուտքի 100%-անոց օգնությունն էլ քեզ երաշխիք չէ, բայց այդ ուրիշ հարցեր կա, չեմ քննարկում լոգիստիկայի հարցը, արևմուտքը ոնց կարող է քեզ օգնել, այսինքն եթե ցանկության դեպքում էլ ինչպես է օգնելու, այսինքն որ ճանապարհով է օգնելու,
Այդ օթից այլ մորականիները վերելու են բաները իջացնելու քո զենքը իջացնել, այսինքն абսուրդի հասնող բաներ խոսակցությունը։ Այն է խնդիրը։ Իսկապես абսուրդ է, կամ այս դիսկուրսի մեջ գոնե որոշ տարրեր իսկապես абսուրդային են։ Այդ երաշխիքների մասին, դաշնակցային հարաբերությունների, ՆԱՏՕ-ի անդամության չի։ Լավ, ուրիշ բան պետք չի։ Տրամաբանություն, կրթություն, ինչ որ խորը գիտելիքներ միջազգային հարաբերությունների մասին լուրեր եք։ Դոնբասի, Ուկրաինային, Լուգանսկը, Վրաստանին, Ուկրաինային, ուրիշ բան պետք չի, ուրիշ հեռու գնալ պետք չի։ Ուկրաինային օգնելն էլ բանն է, շատ ավելի վատ է, եթե ընդհանրապես չօգնեին։ Եթե պիտի օգնեին Ուկրաինային, պիտի պատասխանատվություն ստանձնեին ռազմական միջամտության, իհարկե փառք Աստծո, որ այդ տեսակ պատասխանատվություն չէին ստանձնել, որովհետև դա կհանգեցներ միջուկային պատերազմ։ Ռուսաստանը սա համարում է էկզիստենցիալ խնդիր, այսինքն պատրաստ է որևէ տեսակի էսկալացիայի, եթե այդ կոնֆլիկտը հանգեցներ ինչ-որ բան, ուղղակի առճակատման արևմուտքի հետ, սա իմ հայտնագործությունը չի, ես չեմ ասում արևմուտքում որևէ արժանահավատ վերլուծաբանի հետ խոսեք, նույն բանն է ասելու ձեզ։ Վրաստանում ինչ տեղի ունեցավ, վրացիք վերջապես հասկացան մի բան, որ ուկրաինացիք ու հայերը չեն ուզում հասկանալ, պարզ տեքստով էլ ասում են, մենք ձեր շագանակները կրակից հանելու համար ռուսների հետ այլևս կոնֆլիկտի չեն գնալու, դուք ուզում եք, որ մենք ձեր շահերը սպասարկելու անունով գնանք Ռուսաստանի հետ կոնֆլիկտի, մենք կրենք դրա գինը, մենք ստանձնենք դրա գինը վճարելու պատասխանատվությունը, դուք էլ կողքից Le Monde-ում ու New York Times-ում մեր մասին լավ հոդվածներ գրեք, այլևս չենք անելու։ Ուկրաինացիք դեռ շարունակում են։ Անցյալ տարի մի ուկրաինացի բլոգերը ինչ-որ ինտերվյու է տալիս, ասում ես նայում եմ ձեր բանին, այդ որ օտարերկրացիներն են արժանանում ձեր մոտ է թերոսի, ձեր պաշտպանի, ձեր դաշնակցի կոչմանը եւ որ օտարերկրացիներն եք դուք սեր ցուցակում դրելիս, ապշած են ուղղակի։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ զգուշացրել են, որ փորձանքի եք գալու, մի արեք, իրենց կառավարություններին են զգուշացրել, որ այդ տեսակ պրովոկատիվ բաներ մի արեք, Ուկրաինան է դրա զոհը դառնալու։ Բոլորին անխտիր դրել եք ձեր ցուցակի մեջ։ Միրշայներին, Մակգրեգորին, Ջեֆրի Սաքսին, Սկոտ Ռիտերին, բոլորին անխտիր։ Այդ մարդիկ շատ պրոուկրաինական դիրքորոշում են ունեցել։ Ընդհանրապես։ Միրշայները 90-ական թվականների սկզբին դեմ էր, որ Ուկրաինան միջուկային զենքերը հանձնի, օրինակ։ Հա, կողմեր, որ միջուկային զենքը պահի, որովհետև համարում էր, որ այլապես Ուկրաինան խոցելի է դառնալու եւ այլ։ Բայց Միրշայները այսօր սեր ցուցակում են։ Գիտեք ով է բան, սպիտակ կամ կարմիր ցուցակում, չգիտեմ, սերի հակառակը որն է այս պարագայում։ Լինձի Գրամը, որ Կիև է գալի, կարմիր գորգ են փռում օդանավի առաջ, բայց Լինձի Գրամը հայտարարում է բացահայտ, որ այս պատերազմը Ռուսաստանի հետ այս պատերազմը մեր վրա շատ էժան է նստում, նա ձևակերպում է, որ դա իսկապես իրենց պատերազմն է, ուրեմն Ուկրաինայինը չի, հա շատ էժան է նստում, որովհետև զոհվում են ուկրաինացի զինվորները։ Որևէ մեկը իմ երկրի մասին որ տենց բան ասեր, հա, ես դրան կհամարեի persona non grata։ Բայց մի կիսատ ես ասում, նույն Լինձի Գրամը Թրամփի եւ Զելենսկու հանդիպումից հետո Զելենսկին ու Ուկրաինային սկսեց այնպեսի քննարկում, ոչնչացրեց։ Երբ պետք է դա են անում, հա, ասենք այդ պահին Լինձի Գրամին պետք է Թրամփին քցնել, հա, դրանից բանը Ուկրաինան եւ Զելենսկին ասաց մեզ պետք չի։ Նույն մարդը գնացքի տակ գցեց Լինձի Գրամը, շատ ճիշտ ես նկատել։ Հա, բայց այդ Լինձի Գրամը հերոսան է։ Այդ բան կա, երկու հատ գեներալ կան CNN-ով բան շատախոսող աննորմալ հիմարություններ են ասում անդադար ու էլ այդ նույն մտայնությունը նույն բանը որ շատ էժան է նստում այս պատերազմը մեր վրա ընդհանրապես փողոզենք ենք տալու Ուկրաինային հա ու այդ մարդիկ լավ հիմա Հայաստանում էլ ես հորդորում եմ ձեր ունկնդիրներին ուշադրություն դարձնել թե ինչ են ասում Ուկրաինայի պաշտպանները ինչա տեղի ունենում Ուկրաինայում ինչ սկզբունքով ինչ մոտիվներով են Ուկրաինային պաշտպանում եւ հարց տվեք ձեզ իսկ Հայաստանն ինչով է տարբեր Ուկրաինայից այդ մարդկանց մտապատկերում Հայաստանի շահերը ինչքանով է ավելի բարձր կամ ավելի կարևոր Ուկրաինայի շահերից եւ արդյոք ողջամիտ է այդ մարդկանց խոստումներին կամ այդ մարդկանց կոմպլիմենտներին կամ այդ մարդկանց ինչ որ հավաստիացումներին Հայաստանի նկատմամբ իրենց դրական վերաբերմունքի գովեստներին
բան էին արել, ինչ որ Հելսինկյան կոմիտեին լսումներ էին արել ամերիկյան կոնգրեսում։ Ինչ-որ ստեղից էլ մեր կողքի էին հրավիրել։ Գնացել են, նստած մի իսկական օրգիա էր։ Ռուսաստանին հայհոյում են, Հայաստանը պիտի բանանի, Հայաստանի իրավունքները պիտի պաշտպանի այս կողմերում։ Ու ակնհայտ է ինչա տեղի ունենում, գրգռում էին Հայաստանի, Ռուսաստանի դեմ։ Լավ, գրգռելուց հետո ինչ է կանել։ Որևէ մեկը հոդաբաշխ պատասխան ունի դրան։ Բայց բանը, ես պատասխանատու իրենց չեմ համարում, ես պատասխանատու համարում եմ մեր իշխանություններին, մեր այդ արևմտամետական ահռելի բանակին, որոնք ուղղակի իրենց իղձերը շփոթել են քաղաքական իրականության հետ, որոնք ուղղակի այդ միֆականացված մտածողության ամենակարևոր դրսևորումներից մեկը այդ ըղձապաշտությունն է։ Այսինքն քո քաղաքական դիրքորոշումներն ու որոշումները, քաղաքական վարքագիծը պայմանավորվում է ոչ թե իղձերդ իրականության հետ համադրելով, այլ բացառապես իղձերով։ Սրանք բանն են, մեր ազատական մժդեհականներն են, այսպես ասած, որոնք նույնպես համարում են, որ հաղթանակը տրվում է նրան, ով այն իր հոգում կրում է մինչև վաղը։ Թե ինչ երաշխիք կա տակը, թե քանի դիվիզիա ունես, քանի փամփուշտ ունես, ինչ բյուջե ունես, ինչ նյութական իրականություն կա, քանի դաշնակից ունես եւ այլն, կարևոր չի։ Եթե հոգում հաղթանակը կրում ես մինչև վաղը, չես հիասթափվում շուտ եւ այլն, հաղթանակը քոնը կլինի։ Բայց մենք սա վերադառնում ենք այդ նույն ասացին, նաեւ ինչու է սա վաճառվում հեշտ։ Որովհետև ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում մարդիկ պատկերացրեք լավ sense, օրինակ ինչ-որ վիճահատություն պետք է արի եւ երկու բժիշկներ կան։ Մեկը ասում է դառը ճշմարտություն։ Ոտքերը պետք է կտրենք, որ կանչ բռնվի։ Այդ մյուսն ասում է չէ ինքը իր ոգու հաշվին ի վերջո ասեք թե կոմայից դուրս գալ կամ հաղթարի էր քաղցկեղը։ Ու ցավոք այդ կեղծ այդ միֆեր տվողը ոնց որ մարդիկ ոնց որ չգիտեմ դրան են գնում։ Այդ համեմատությունը ես կարծեմ, եթե չեմ արել այդ բանն է, հեքիմի ու լուրջ բժշկի համեմատությունն է։ Որպես բժշկի մոտ ինչ-որ ցավոտ բան է ասում, հետո ինչ-որ հեքիմի մոտ ես գնում, հեքիմը ասում է բան կանես, մածուն կքսես կանցնի։ Դե մածունը ավելի հեշտ է, քան բանը, քիմոթերապիան, հետեւաբար դու ես մածուն կա։ Մեկ էլ ուրիշ բան ասեմ, կարծեմ դու ես ասել ինձ որ այդ Սարդարապատը, որ մենք ասում ենք հերոսապատում, Սարդարապատում լուրջ հաշվարկներ կային, որ դու ես ինձ այդ պատմել ես, որ Սարդարապատի հերոսամարտում, այսինքն լուրջ հաշվարկ դա ինչ կարա մոբիլիզացվել, ինքը մեր դիմաց քանի դիվիզիա կանացակայեցին, ոչ թե հրաշք ա եղել, դու ես ինձ բացառապես հաղթանակի նկատմամբ հավատի հետևանք չէր Սարդարապատում հաղթանակը, բացառապես դրա հետևանք չէր։ Եվ ոչ էլ բանը վերադառնալով բանին, որը հակառակ կողմից մեր հաղթանակած ժամանակ Ղարաբաղյան պատերազմը, մարդիկ առաջի պատերազմը, հաղթանակը փորձեցին կապել հրաշքի հետ, ազգի ոգու հետ։ Եթե հրաշքի հետ չկապեին, կապեին քաղաքականության հետ։ Եթե հրաշք էր, հերոսություն էր, ասենք սեփական կարողություններից դուրս ինչ-որ բան, անձնազոհություն, այդ ամեն ինչ եղավ դրա համար, որ նշենք որ 20 թվականին ուղղակի այդքան չուզեցին։ Մեր զինվորները հաղթանակը կերել բանը ասել են, չէ՞։ Դասալիքներ, ինգերություն, ապաշնոր զինվորականներ եւ այլն, քաղաքականությունը ոչ մի բան կապ չունի, ոչ մի կապ չունի, հաղթանակի հետ կապ չունի, կապ չունի, պատմության հետ կապ չունի, ոչ մի հաղթանակի քաղաքականությունը ինքը ինչ որ առանձին միակ ինչ որ հերոսների ու հակահերոսների պատմությունն է պատերազմը, դևերի եւ այսինքն ռիցերների, որ գալիս են նույն բանն է, նույն բանի տարբեր դրսևորումներ են դրա։ Այս անգամ էլ այն ժամանակ բանն էր, հա Լևոն ինչը լսեցին, գնացին գրավեցին ամեն ինչ, այս անգամ էլ էլի Նիկոլ ինչը լսեցին, գնացին հանձնեցին ամեն ինչ։ Զինվորականները, դասալիքները, 5-րդ շարասյունը եւ այլն։ Այս էլ որ հիշեցի մի բան պետք է ասեմ, վերջերս իմ հարցազրույցներից մեկում էլ էի ասել։ Ես ամեն աստծո ապշում եմ, որ կարող է վարչապետի մակարդակով ինչ-որ մեկ այդ տեսակ մեղադրանքներ հնչեցնել։ Ասենք 5-րդ շարասյուն է եղել Հայաստանի զինված ուժերում, բարձրաստիճան զինվորականներում ու մի քրեական գործ չի հարուցվել։ Քրեական գործեր հարուցել են ինչ-որ անհատ զինվորականների դեմ, չգիտեմ, իրենց պարտականությունները վատ կատարելու կամ չգիտեմ, կաշառակերության ինչ-ինչ համար, բայց այդ 5-րդ շարասյան համակարգային դավաճան։ Հա,
Դա դավաճանության, պետական դավաճանության նույնը բաներ է, Բա վարչապետի մակարդակով այդ տեսակ բան ասես ու մի հոգի պատասխանատվություն։ Նույնը հիմա եկեղեցու հետ կապված։ Եկեղեցու հետ։ Պարտի գործակալներ են, բան են, ռուսական գործակալներ են։ Լավ, դա լուրջ լրջագույն մեղադրանք է դա։ Ինքը մարդասպանությունից ավելի ծանր պետական դավաճանության ինքը պետք է վերջանայ, եթե գալը շատ կարճ։ Լավ, այսինքն մենք էլ խենք զարմանում ինչ-որ ճակերտավոր փորձագետների կամ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունից, եթե դա իրականացվում է, ասենք բարձր։ Բայց դրա մեր անելիք այդ հարցը չպատասխանեց։ Ես այս դրանով վերջը մտնենք վերջը, այսինքն մենք դրա հասկացանք դիմացի կողմը ինչ է, բայց մենք ինչ որ բան ունենք անելու, այս դաշտում, այսինքն հիմա մենք որևէ բան կարող ենք անել, հա, հասկացանք։ Ես ուրեմն երթանք շաբաթը մեկ մի հատ գերական ինչ-որ գեղարվեստական ոդքաստ արեցին, դու ամեն օր հոդված գրեցիր, հարցազրույցներ տվեցիր, բայց հետո ոչ մի բան, այսինքն այդ օվկիանոսի մոտ կաթիլը որևէ բան չի փոխում։ Ավելի լավ չի մենք մեր կողք քաշվենք, ասենք թող ինքը process-ները ինքն իրանով գնան, sense խմորվեն, թող այնքան բացահայտ դառնա այս աննորմալ վիճակը, որ արդեն մարդիկ իրենք գան մեր մոտ, ասեն ժողովուրդ ջան, նույն ձևի գան ու խնդրեն, ասեն չէ, երկը սա է ժողովուրդ ջան։ Այսինքն դա էլ կարող է մոտից։ Ես նաև մի հատ ուրիշ բան ասեմ, մի հատ ուրիշ ծայրերություն է կան, մենք մեր մեղավորությունները չենք կարող անել։ Մենք էլ ենք մեղավոր։ Ուրեմն մենք քիչ ենք խոսում մարդկանց հետ, ուրեմն մենք դժվար ենք խոսում, եթե հիմա վատ բան կարող եմ ասել, եթե մեր համար պոպուլիզմը դա ամենավատ բանն է անցալու, կարող է հենց պոպուլիզմը պետք որ մարդկանց մի քիչ էլ պոպուլիզմ խառնենք մեր խոսույթում, որ ասենք որ ժողովուրդ ջան, այդքան էլ դառը չի ճշմարտությունը հիմա, որովհետև անընդհատ մարդը չի ուզում տեսնի, որ ինքը ապագա չունի, ինքը չի ուզում տեսնի, որ կործանման է գնում, ինքը ուզում է մի հատ հրաշք, մի հատ սուպեր մենք ասենք, sense ասենք։ Հիշեցրեց բանը, հին ժամանակներում վատ յուր բերող բամբերների զորհանդակներին որ գտնում են հիմա killing the messenger։ Որպես այդ դա վարման քո կարծիքը քո տեսակետը ինչ մեր ներկա ու մենք ինչ արվի կամ հանրային քաղաքական դաշտը ինչ պետք է անի։ Շատ գուցե ասածս մի քիչ շատ բան թվա հուսահատեցնող, բայց ես դրա համար չեմ ես ասում։ Մենք էլ շատ հաճախ ինչ որ պատրանք ունենք, որ մեզնից շատ բան է կախված, ու մենք ենք ինչ-որ սխալ բան անում։ Հիմա ես չեմ ուզում պատասխանատվությունից հրաժարվել, որ գուցե մենք էլ ինչ-որ բաներ լավ չենք անում, ճիշտ չենք անում, պարզ չենք բացատրում, հասկանալի լեզվով չենք բացատրում, չգիտեմ, գուցե ինչ-որ պատասխանատվություն ունեն, բայց երբեմն լինում են իրադրություններ, որ դժվար է այդ բանը, ստատուս քվոն փոխելը, շատ ու շատ գործոններ կան, որոնք այդ ստատուս քվոն պահպանելու օգտին են, այդ գործոնների դեմ պայքարել, այդ գործոնները ջարդելը դժվար է, բայց ես կարծում եմ մենք պիտի շարունակենք անել նույն բանը, մենք պիտի շարունակենք խոսել, մենք պիտի շարունակենք բացատրել, մեր գործը ինչ է, ասենք իմ գործը ինչ է, որպես մտավորական, իմ գործը ճշմարտությունն ասելն է, իմ գործը ինչ որ բաներ բացատրելն է, ես ուրիշ ինչ կարող եմ անել։ Քաղաքականությամբ զբաղվելը, դե քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չի, որ դա հենց ինչ որ բանի տեսք ունենա, որ ես ինչ որ կուսակցության անդամ լինեմ, ինչ որ քաղաքական ակտիվ պայքարի մեջ մտնեմ, քաղաքականությանը մասնակցության մտավորականի բանն է, ձերն էլ սա է, պիտի խոսենք, պիտի ասենք, պիտի բացատրենք, պիտի բանավիճենք։ Ի վերջո իմ շատ սիրած արտահայտությունը կա Տեր-Պետրոսյանի, եթե նույնիսկ իրադրությունն այնպիսին է, որ մեր ձայնը այդքան լսելի չի, իմաստ ունի եւ մեծ արժեք ունի այդ ողջախոհության ճրագը պահելու այդ բանը, այդ իմպերատիվը։ Դրանից երբեք չպետք է հրաժարվել, այդ ողջախոհության ճրագը միշտ պետք է պահել եւ եթե մենք դա չանենք, իրադրության փոփոխության պարագայում կարող ենք չիմանալ թե ինչ պիտի անենք այդ բայց մենք պիտի հասկանանք, պիտի բացատրենք, պիտի հնարավորինս լավ պատկերացում ունենանք իրադրության մասին, անելիքների մասին, վտանգների, սպառնալիքների, հնարավորությունների եւ այլն, այդ ամեն ինչի մասնակից պիտի լինենք։ Դրանից բացի ես ճիշտն ասած, եթե հույսները դիմ ես տենց բան չունեմ, magic wand, այսպես կախարդական փայտիկ չունեմ, որ
ինչ-որ հրաշք բան առաջարկել չեմ կարող։ Մերսի Արման ջան, շնորհակալ ենք քլիկը, նաև վերջին փակման խոսքում էլի սին հույսերով մեզ չկերակրեցիր, այսինքն մենք այս բանը ուզում սպասում ենք Սև ռեալիզմի մեջ է։ Այս կապակցությամբ մի բան էլ ասեմ, չէ վերջացնելը, միշտ ինձ իրականում իմ հասցեին ամենահաճախ հնչող քննադատություններից է, որ բան չեք ասում, շատ լավ վերլուծում եք, շատ լավ քննադատում եք, շատ լավ ներկայացնում եք, թե ինչ վիճակ է եւ այլն։ Մի բան առաջարկեք, ասում եմ, լավ, իսկ առաջարկ չի, եթե ասում եմ, այս ինչ բանը վտանգավոր է, մի արեք։ Ասում եմ, մատը ռազետկայի մեջ մի մտցրել, ասում եմ, չէ, դա առաջարկ չի։ Ու անընդհատ այդ բանը կա, որ ալտերնատիվ հրաշքի պահանջ կա։ Ասում եմ, եթե դու բան չես անում, եթե ալտերնատիվ հրաշք չես առաջարկում, ընդհանրապես ինձ ասում ես, որ Արյունի վանդակ մի մտիր։ Սրանց առաջարկած ինչ-որ հրաշք կա, ինչ-որ միֆ է եւ այլն, հա։ Ես այդ քո քննադատություն բան այդ կարևոր չի, ես այդ եղած միֆի հետևից եմ գնա։ Ասում եմ, բայց կորնա այդ որ արյունի վանդակը չմտի, գազանի վանդակն է մտի։ Այդքան բան ես ասում։ Դիքո ասած է որ հնարավորինս գազաններից հեռու կանգնացեք, այսինքն Ինձ թվում է շատ կարևոր առաջարկ է։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ։ Մերսի շատ, մեր տարին էլ մեծ վերնավոր տարի լինի։ Արմանան հենց պլանկան դրեց, մենք պետք է մեր վրա աշխատենք, որ ինչ մեզ բացի գազանների վանդակը չմտնելուց, նաև պլանկան հենց դրեց, որ էլի բան ասեմ, որ եթե դու ճիշտ մարդկանց հետ ես շփվում, ճիշտ ասելով, եթե հարուստներն են ասում, եթե 5 միլիոնատերոջ հետ ես շփվում, 6-րդը դու ես դառնում, եթե 5 հիմարի հետ ես շփվում, 6-րդ, եթե 5 խելոք մարդու հետ ես շփվում, անընդհատ դու 6-րդը դու ես դառնում։ Հիմա հենց որ մենք փորձում ենք դրան ձգտենք։ Մերսի շատ, Զգացված։ ապրեք։